ուղղակի մամուլում էլ ժամանակի Գարեգին երկրորդի մասին այնպիսի բաներ էին գրում, որ երևի Փաշինյանը այսօր չի էլ ասում այդքանը։ Բա դուք բան չունեք ասելու։ Հերքումը դեռ քիչ է հերքում պահանջել, այսինքն, բայց այն օր լսում էի հոգեվարականից մեկ ասում եք իրավունք չունենք կարծիք արտահայտել։ Միշտ ասում եմ իրավունք ունեք, բայց միշտ իրավունք ունեք արտահայտել, ոչ թե միայն հիմա։ Իրավունք ունեք արտահայտել ոչ միայն Արևմուտքի հասցեին, այլև Ռուսաստանի, իրավունք ունեք արտահայտել ոչ միայն Փաշինյանի հասցեին, այլև Քոչարյանի, բայց եթե հասցեն մեկն է, դա ցույց է տալիս, որ դուք ոչ թե ուղղակի իրավունք ունեք, ուզում եք ձեր իրավունքը ուրեմն իրացնել, այլ հստակ ուղղորդում կա այստեղ։ Կամ կներեք մի նախադասություն տեսա այն օրը Արցախի եկեղեցիները հանձնելա չխոսենք, Արցախի եկեղեցիների մասին Ռուսաստանում իրենց այսպես Կովկասի, այսպես անունը ճիշտ չեմ ասի, առաջնորդ թեմի այսպես եկեղեցու ուղղափառ ղեկավարը ասաց, որ դա Արցախի եկեղեցիներ չեն, հայկական չեն, դա ալբանական են։ Դուք բան չունեիք այդ ժամանակ ասելու Կիրիլի ներկայացուցչին Հարավային Կովկասում, այսպես ասեմ։